Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Հայաստանը կանգնած է նոր աղետի շեմին։ Ադրբեջանի կրակահերթը կրկին թափվում է մեր սահմաններին։ Ալիևը բացահայտ խոսում է հարձակման մասին, իսկ Փաշինյանը դեռ վստահեցնում է՝ պատերազմ չի լինի։ Բայց ինչ է ասում երկինքը, երբ արյան հոտը կախված է օդում։ Այսօր մենք կխոսենք ճշմարտության մասին, որը քողարկված է քաղաքական կուլիսներում։ Զրուցակիցս Աստղաբան Գայանե Սարգսյանն է։ Մնացեք մեզ հետ, նա կարևոր ասելիքով է եկել։ Հնարավոր է սանձել Ադրբեջանին, բայց ես ամսվա վերջ, հունիսի վերջ, երբ որ Եվ ինչ է սպասվում թշնամուց։ մենք ունենք բարդիրքեր հունիսի 8-ին, 7-ին, 8-ին, 14-15-ին ունենք, այդտեղ լուսինն է։ Հայաստանը կանգնած է նոր աղետի շեմին։ Պայթյունավտանգ իրավիճակ կարող է լինել, նույնիսկ իրենք կարող են նախաձեռնողականություն ցուցաբերել միջանցքի հարցում։ Երկու անգամ էլ նա կարողացավ խուսափել, տվյալ դեպքում ապրիլի Երրորդ անգամ կարողանալու է Ալիևը խուսափել մահից։ պահին ուղղակի Ալիևի թվերը կապված են ժամանակավոր։ Վստահեցրեց, որ այլևս պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Քանի որ ինքը երկորյակի նշանի ազդեցության տակ է, հարգելի արեք, բանավոր խոստումներ շատ կարող է տալ։ Ադրբեջանի հետևում, մեջքի հետևում ուղղակի հրեաներն են, Իսրայելն է, անգլոսաքսոնները, ֆրանկմասոնները։ Բարև ձեզ, սիրելի Գայանե։ Բարև ձեզ, հարգելի արեք։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ այսօր իմ հյուրն եք եւ վստահ եմ, որ հետաքրքիր կանխատեսումներով եք եկել։ Անպայման պատրաստված եմ գալիս, բայց կանխատեսումներ ոչ թե հստակ պետք է տեղի ունենան։ Կանխատեսումները դրանք կանխավարկածներ են, որոնք հիմնված են լինում աստղաբանական տենդենսների, աստղաբանական հաշվարկների վրա։ Համաձայն եք։ Սիրով։ Սիրելի Գայանե, ինչպիսի տենդենսներով եք այսօր եկել, Հայաստանը այսօր ինչպիսի տենդենսների մեջ է եւ ինչ է սպասվում թշնամուց։ Վերջին մի քանի օրերին ամսի 28-ի այդ թերթում էի սոցկայքերը, տեսա, որ մեր երկրի նախագահը խոսում էր խաղաղությունից։ Վարչապետը։ Հա, վարչապետը։ Քանի որ միտքս նաև Ադրբեջանի նախագահի կողմն էր, գիտեք, հիմա մեր հետևորդները կասեն, չէ, Գայանեն կանխատեսել էր ապրիլին հարձակում։ Այո, այդ ժամանակահատվածում հենց մեր նշած օրերին, չեմ հիշում հստակ բոլորն էին, բայց մենք արդեն շփվեցինք 18-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Հենց այդ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում է անում Մեղրիի հատվածում եւ այն ավելի շատ լինում է հետախուզական եւ շատ արագ մեր կողմից մեր համապատասխան գերատեսչությունը եւ նաեւ Իրանի կողմից երկուստեք զինավարժություններ են անցկացնում, բայց հիշում եք, որ հենց կանխատեսման ժամանակ, հաղորդման ժամանակ ասացի, որ երկու գերտերություններից Ռուսաստանը կամ ԱՄՆ կարող են սաստել։ Եվ հենց այդ ժամանակ ապրիլի 3-ի 4-ի կողմերում մի քիչ ավելի ուշ Նովրուզը երբ է լինում, դրանից 10 օր հետո ԱՄՆ-ի նախագահը Դոնալդ Թրամփը նամակ է հղերձ է ուղղում Ադրբեջանի նախագահին, շնորհավորում եմ ձեր Նովրուզը եւ հուսով եմ, որ Անդրկովկասում խաղաղության այդ երաշխիքը ապահովված է։ Հարավային Կովկասում։ Հա, Հարավային Կովկասում։ Եվ այնտեղ ասում է, որ այդ սահմանագծին Հայաստան, Ադրբեջան, Իրան նամակը կա, կարող են մեր հետևորդները կարդալ եւ ահա հերթական անգամ ուղակի գերտերություններից ԱՄՆ-ի նախագահը նա իր առաջինից դեմքով հանրայնորեն այդպես փորձում է կանխել եւ կանխվում է, բայց նրանք ունենում են այդ դիվերսիոն հարձակումը։ Եվ միակ անգամ եւս սիրելի արեք, սիրելի հետևորդներ, մենք կարողացանք խուսափել աղետից, բայց անցած տարվա ապրիլի 8-ի համար կանխատեսումները, որ արել էի, դրանք ավելի բարդ դիրքավորում են։ Հիշում եք, ասում եմ, որ այս տարի ավելի թույլ են, քան նախորդ տարի է թույլ։ Այսքանը սահմանային լարումների մասին նրանք միշտ էլ կունենան առիթ, բաց չեն թողնելու առիթը, որպեսզի հերթական դիվերսիոն հարձակում կամ հարձակում ունենան, բայց այս պահին ուղղակի Ալիևի թևերը կապված են ժամանակավոր։ 15 րոպեանոց կրակահերթ է
բաց թողել Սյունիքում, վնասվել են տներ, բնակավայրերն է արդեն թիրախավորում, սա ինչ է։ Իր հերթական առօրյա նրա կենցաղային, նույնիսկ կենցաղային մասն են կազմում, նա ամեն անգամ փորձում է Ադրբեջանի դիրքերը ապահովել։ Ու դա հենց տեղի ունեցավ Հայաստանի անկախության հաջորդ օրը։ Բնականաբար, այո։ Ինչ է ուզում դրանով հասկացնել։ Դրանով ուզում է հասկացնել, որ նա ձեռքերը վար չի դրել, որ խաղաղության պայմանագրի կետերը այն կարևոր կետերը դեռևս իրականացված չեն եւ միշտ էլ գիտեք խիշտիկի չէ, ռուսերեն են ասում, միշտ էլ նրանք ատամները սրած գազանաբարո։ Այո, գազանաբարո, այո, այդ կերպարները, այդ դրանք նաեւ պետություններ են, նրանք ունեն ոճը, իրենց գործելաձևը։ Հայաստանը կանգնած է նոր աղետի շեմին։ Կարծում եմ, որ ոչ, հարգելի Արեգ, չնայած խաղաղության պայմանագիր այլևս դրա համար հույս կապել այլևս պետք չէ, խաղաղության պայմանագրի համար բարենպաստ ժամկետներ են 2024 թվականի մայիսի 16-ից մինչև 2025 թվականի հունիսի 9-ը, երբ որ Յուպիտերը գտնվում է երկորակի կենդանակերպում, բայց ինչն է հարցը, որ երկորակը դա, գիտեք, դուալ նշանը չէ, երկուսն են։ Փոփոխական նշանում Յուպիտերը բարի մոլորակ ինչ որ շատ կարևոր այդպես արձանագրությունների, շատ կարևոր փոփոխությունների սպասել պետք չէ, հենց այսպես է լինելու է խոսակցություններ օդում եւ կարծում եմ, որ այլևս դժվար է հետադարձ կապ լինի եւ անցնեն այդ թղթերի ստորագրման։ Բայց միևնույն է, գերտերությունները։ Այսինքն բացառում եք խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։ Բացառելը չէ, բայց արդեն աստղաբանորեն նվազում են։ Նվազում են։ Այո։ Երկրի գործադիրը անկախության տոնի իր ելույթում ասաց, որ վստահեցրեց, որ այլևս պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Քանի որ ինքը երկորյակի նշանի ազդեցության տակ է, հարգելի Արեգ, բանավոր խոստումներ շատ կարող է տալ։ Բանավոր խոստումներ շատ կարող է տալ, նրա եւ Արևի եւ Մերկուրին գտնվում են երկորյակի կենդանակերպում, այդ խոստումները կլինեն, բայց դրանք կատարելու համար հզոր ուժ է պետք, մենք պետք է զրանանք, մենք պետք է կարողանանք դիմակայել Թուրքիայի եւ Ադրբեջանի նման, դուք պարբերաբար խոսում եք, որ Ադրբեջանի հետևում, մեջքի հետևում ուղղակի հրեաներն են, Իսրայելն է, անգլոսաքսոնները, ֆրանկմասոնները, դրանք հիմնական անգլոսաքսոնները եւ իրենք ունեն իրենց ախորժակը, իրենք ունեն այս տարածաշրջանում յուրաքանչյուրը իր շահերը, յուրաքանչյուրն իր շահերն է պաշտպանում։ Դրանց ախորժակը մենք ի վիճակի ենք այսօր փակել, ինչ եք տեսնում, այդ դիրքավորումները նպաստում են դրան։ Այն առումով են նպաստում, որ քանի որ այդ երկու գերտերությունները եւ Ռուսաստանը եւ ԱՄՆ նրանք ղեկավարների երկորյակ են, մեկ անգամ չէ որ ասել եմ արդեն իսկ Թրամփը անցավ իր հերթական արդեն երթմնակալությունից հետո իր հիմնական գործառույթին, գործելավոճին, դեռևս հնարավոր է սանձել Ադրբեջանին, բայց ես ամսվա վերջ, հունիսի վերջ, երբ որ հուլիսի 19-ի մոտակայքում, երբ որ հունիսի 19-ի մոտակայքում, երբ որ Մարսը անցնի արդեն իսկ կույսի կենդանակերպ, ես այստեղ օրեր եմ գրել, որպեսզի ձեզ հստակ ասեմ։ Հունիսի 19-ի մոտակայքում կույսի կենդանակերպ անցնելիս հենց հունիսի 7-ը, 8-ը եւ 15-16-ը բարդ օրեր են եւ Ադրբեջանի քարտեզում եւ Հայաստանի քարտեզում։ Ղեկավարների մակարդակով չէ։ Դրանք չնայած միտեղ Արեգակն է, մյուս տեղը կրկին արևների եւ Մարսերի վրա է։ Երկու ղեկավարների քարտեզներն են լարված դիրքավորումներ ունեն, բայց հասկանալով մեր թշնամիների ախորժակը, նրանց գործելավոճը, հնարավոր է ադրբեջանական կողմը փորձի սադրանքների գնալ, բայց որ հատուկ հարձակում, հատուկ այլ դիվերսիոն հարձակումներ հնարավոր է կուզեն թույլատրել։ Եվ երկուսի քարտեզներն էլ բարդ էր, հարգելի Արեգ, երբ որ դուք հիշում եք, ես ասեցի, որ ապրիլ ամսին Ադրբեջանի ղեկավարի քարտեզը բարդ իրավիճակում է գտնվում, երկու մոլորակ, հենց ամսի 18-ից 25-ի մոտակայքում էր, 18-ին ապրիլի Մարսը մուտք գործեց այդտեղ
սեղառոցի կենթանակերպ, դեմ դիմաց Պլուտոնը ջրհոսի կենթանակերպում եւ արևի քարտեզը բար դիրքավորումներ են ընդունում։ Ես ասացի աղետի մոլորակներ են, աղետի դիրքավորումներ են։ Արհամիկի հենց այդ օրերին Ադրբեջանում տեղի էր ունենում ջրհեղեղ, որքան որ նա կարողացավ ֆիզիկական պլանում ապահովել իր այդպես առողջությունը, նաև անվտանգությունը, չէ, անվտանգային առումով փորձեց այդ դիրքերից հեռանալ, բայց եկեք ու տեսեք, որ այդ մի քանի օրերին մեծ քանակի եւ երևակայում 1-2 օրվա մեջ 1 տարվա տեղումներ էր տեղի ունեցել, այնտեղ եւ բնակավայրերն էին փլուզվել եւ այնտեղ տարբեր ենթակառուցվածքներ էին շարքից դուրս եկել։ Նրա քարտեզը այդ կերպ արտահայտվեց, երբ որ հունվարին էր այդ դիրքավորումը, ես ձեզ մոտ էլի խոսել եմ, արտահայտվեց, երբ նա ինքնաթիռով գնում էր Ռուսաստան եւ զուգահեռ ինքնաթիռը ուղղակի շարքից դուրս եկավ, հա։ Երկու անգամ էլ նա կարողացավ խուսափել։ Տվյալ դեպքում ապրիլի երրորդ անգամ կարողանալու է Ալիևը խուսափել մահից։ Բարտիրքեր ունի ամսի 19-ի մոտակայքում է Մարսը գալիս է Ադրբեջանի արեգակի վրա, արևը դա ժողովուրդն է։ Ես այստեղ մի հատ դիտարկեմ, որպեսզի չշփոթվեմ։ Կառուցել եմ քարտեզները։ Ահա։ Տեսնենք Ադրբեջանի քարտեզը ինչ վիճակում է։ Ադրբեջանի քարտեզն է։ Այո։ Արևը կույսի կենթանակերպում է հենց այդ օրերին մենք ունենք բար դիրքեր հունիսի 8-ին, 7-ին, 8-ին, 14-15-ին ունենք այդտեղ լուսինն է, լուսին եւ նաեւ ուրանն է։ Նրանք ունեն արևի դիրքերը վնասված են Ուրանի կողմից։ Հիմա տիեզերքում մոտ օրերին Մարս-Ուրան քառակուսին է ձևավորվում, պայթյունավտանգ իրավիճակ կարող է լինել այդ Մարս-Ուրան քառակուսու հետ կապված, չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ նրա աստղաբանները կասեն, որ այդ մոտ օրերի ամսի 19-ի մոտակայքում հունիսի ուղղակի չճանապարհորդի փորձի ինքնաթիռ չնստել, այդպիսի մի դերքավորում կրկին տեսնում, բայց դա Ալիևի քարտեզը չի, նրանց ղեկավարի քարտեզն է։ Տեսնենք այս անգամ ինչ կարող է լինել, ամեն ինչ, Ուրանը դա հոսանքներն են, բարձրավոտ հոսանքներն են, ուղղաթիռ, ինքնաթիռ, այդ ամենը ուղղակի պայթյունավտանգ իրավիճակ է։ Նաև ասեմ, որ մեր երկրի քարտեզն էլ բար դիրքավորումների այդ կիզակետում է գտնվում, նման դիրքեր կան, նաև երկու փաստորեն պետությունների քարտեզներում դիրքեր կան։ Վտանգավոր դիրքեր են դրանք։ Ադրբեջանը 2 միլիարդից ավելի զենք է գնել, ըստ ձեր կանխատեսումների, սա ինչի է ծառայելու։ Դե նրանք պատրաստում են, եթե հարմար ժամանակահատված լինի, կփորձեն ներխուժել տարածք, բայց այդպիսի բար դիրքավորում դերևս Արեգ ջան չեմ տեսնում։ Ուզում եմ հանգստացնել մեր հետևորդներին, մանր-մունր այդպես ամեն կողմից կարող են հարձակումներ լինել, հենց ամսի 19-ի մոտակայքում նրանք տեսան մեր երկրի քարտեզը բարդ է, մի բան կարող են անել։ Բայց դեռևս մոտ ժամանակներում այդպես բարդ իրավիճակ, որ զանգվածային ինչ-որ բան սկսեն, հնարավոր է, որ կարողանանք դիմակայել եւ հնարավոր է, որ չսկսեն։ Իսկ ինչով կարող եք բացատրել, որ Ադրբեջանը հենց Արցախում զորավարժություններ է անում, Թուրքիայի հետ համատեղ, Իրանի հետ համատեղ, այդ զորավարժությունները մեզ ահաբեկելու համար են, թե նաև դրա տակ քողարկված այլ վտանգներ կան եւս թաքնված։ Նախ դրանք կարող են ուսուցողական լինել, ես գիտեի Թուրքիայի հետ են, բայց չգիտեի, որ Իրանի հետ են նաև։ Կարծում եմ, որ Իրանի դեմ են դրանք։ Հաստատ Իրանի հետ համատեղ զորավարժություններ են անում։ Հա, ես տեղեկացված չէի, բայց գիտեմ, որ այդ ապրիլ ամսվա զորավարժությունները, երբ իրանական կողմը իր սահմանի եւ մեր զինուժը համապատասխաններ մեր սահմանին արեցին, դա ուղղակի կանխման նպատակով էր։ Այդ զորավարժությունը Իրանը իր սահմաններին, մենք մեր։ Իսկ Իրանը Ադրբեջանի հետ համատեղ է անում։ Ճակերտավոր բարեկամական հարաբերություններ են ստեղծում։ Դուք պետք է պատասխանեք։ Ես դա չեմ դիտարկել, ես չգիտեի իրականում, որ արել են, չեմ հավատում ես Ադրբեջան-իրանական այդ բաներին, բարեկամական իրենց այդ զեղումներին, հարաբերություններին, չնայած ասացին, որ Ադրբեջանի թե Իրանի դեսպանություններում արդեն հնարավոր է նորից վերականգնեն դիվանագիտական հարաբերությունները, հենց դա է հիմքը։ Որ վերականգնեն։ Այդպիսի խոսույթ կար,
բայց երկուսից մեկը հաստատ վերականգնելու։ Որ կողմն է ավելի վախվորած նման հարաբերությունները վերականգնելու առիթով քայլեր է անում։ Նրանք ոչ մեկն էլ վախվորած չեն։ Ապա Ես ձեզ ասեմ, որ Իրանի քարտեզում Սև լուսինը առուցում է, որքան էլ որ փորձեն դնել այնտեղ սահմանափակումներ, Սև լուսինը առուցում, Սև լուսինը դա առուծը ոսկին է, նրանք ունեն Սև ոսկի, որը կարող են այլ ճանապարհներով ուղղակի իրացնել։ Յուրաքանչյուրը իր համար իր զարգացման ուղին է փնտրում, պարբերաբար բար դիրքերի ժամանակ նրանք լարվում են իրար հետ եւ դրական դիրքավորումների ժամանակ փորձում են կեղծ հարաբերություններ ստեղծել։ Ես չեմ հավատում Իրան եւ Ադրբեջան հարաբերություն։ Մեծ հավատք ունեմ եւ ես դիտարկում եմ Իսրայելի քարտեզը, հրաշալի քարտեզ է։ Այստեղ գրել են ինձ ասել են, այս աղջիկը պաշտպանում է Իսրայելին։ Ոչ սիրելիներս, ոչ հարգելիներս չեմ պաշտպանում։ Եթե մի փոքր ունենայի գրագիտություն աստղաբանության առումով, եթե դուք այդ քարտեզը դիտարկեիք, կհասկանայիք, որ հատուկ ձևավորված եւ հատուկ կազմված քարտեզ է։ Իսկ Ադրբեջանի եւ Իսրայելի քարտեզները գտնվում են բացառիկ բարենպաստ դիրքավորումների մեջ։ Եվ ինչն էր հետաքրքիր, ես որ գալուց առաջ փորձեցի Իսրայելի քարտեզն էլ դիտարկեմ, բարձրացող հանգույցը ցուլի կենթանակերպում է, իջնող հանգույցը կարիճում, որ այդ պետությունը պիտի ստեղծի իր ռեսուրսները, հա, բայց իջնող հանգույցը կարիճում չպիտի յուրացնի։ Նրան պետք չեն ուրիշի գումարներ, բայց տեսնում եք, որ այդ ամենը անում է հրաշալի, ժողովուրդը ապրում են ընտիր լուսինը առոցի կենթանակերպում բացառիկ հրաշալի դիրքավորումներ, բայց քարտեզը նենց են կառուցել, որ այդ ժողովուրդը, այդ պետությունը ունենա հարցակողական մղումներ, որ պարբերաբար զավթողական, ոնց են եղել հին ժամանակներում, չէ, դրանք այդ ցեղեն են, քոչվոր ցեղեն են եղել, որ այդտեղ քոչվոր չեն, բայց իրենք հստակ ծրագիր են դրել, որ իրենք պետք է զավթեն ուրիշի ռեսուրսները, իսկ Ադրբեջան եւ Իսրայել այդ հարաբերությունները ուղղակի հրաշալի են։ Իսկ այդ հարաբերությունները ինչպես է ընդունում Իրանը։ Դե ցավոտ է ընդունում Իրանը, բայց Իրանն էլ է ուժեղ։ Իրանի հետ կապված ես այստեղ դիտարկեմ Իրանի ամսի 19-ին իմիջիայլոց Իրանի քարտեզն էլ է բարդ վիճակում գտնվում հիմա։ Հա։ Հունիսի 19-ին եւ մենք ժամկետ ունենք, երբ որ Մարսը անցնի, այո, կույսի կենթանակերպ։ Հիմա ես տեսնեմ Իրանում արևը խոյում է գտնվում։ Մարսը ձկներում է գտնվում Իրանի, Մարսը ձկներում, երբ որ Մարսը կույսի կենթանակերպից անցնի արդեն կշռքի կենթանակերպ, իսկ Մարսը ամսի 19-ին մտնում է կույսի կենթանակերպ մինչև սեպտեմբեր։ Այստեղ ես հիմա ձեզ կարող եմ հստակ ժամկետներ ասել։ Ահա, ուրեմն հունիսի 30-ին Իրանը բար դիրքավորումներ է ընդունում, հունիսի 30-ին, եթե մենք դիտարկում ենք Մարսը անցնելու է կույսի կենթանակերպ, այդպես էլ ասում ենք Մարսը կույսի կենթանակերպ հունիսի 17-18-ի մոտակայքում արդենից 16-ից հետո եւ օգոստոսի 6-ին նա անցնելու է կշեռքի կենթանակերպ։ Այլ երկու դեպքում էր, երբ որ Մարսը մուտք գործեց կույս, այդ ժամանակահատվածն է բարդ մոտապես 16-17-ի մոտակայք, 18 մի քանի օրեր էլի, եւ օգոստոսի 6-ի մոտակայքում, երբ Մարսը անցնի կշեռքի կենթանակերպ, բարդ դիրքավորումներ կան, որովհետեւ Մարսը ձկների կենթանակերպ կույսի դեր։ Այո, բարդ դիրքավորումներ կան, ես այստեղ հնարավոր է ձկները դա լաբորատորիան են, քիմիական պայթյուններ, ինչ է միշտ նույն բանը շեշտում, նույն իրադրությունը, որովհետև իրենց քարտեզում այդ դիրքավորումները ակտիվ են, քիմիական լաբորատորիաներն են դրանք, ձկները դա կարող է ջրային ռեսուրսների հետ կապված ինչ-որ հարցեր լինեն, պայթյուններ եմ տեսնում, հնարավոր է աշխատավոր, հնարավոր է ղեկավար անձնակազմից այն Սատուրնը կույսի կենթանակերպում ղեկավար անձնակազմից ինչ-որ բան լինի կամ ինչևէ ինչ-որ մի խնդիր կարող է լինել, նույնիսկ իրենք կարող են նախաձեռնողականություն ցուցաբերել միջանցքի հարցում, որտեղ նրանց մոտ ասում եմ, միշտ ասում եմ, որ քանի որ լուսինը երկօրյակում է, մեր տարածաշրջանում այդ մեղրի միջանցքը կենսական նշանակություն ունի Իրանի համար։ Որոշակի լարված իրավիճակ եմ տեսնում, դա մոտավորապես եւ հունիսի 16-ի մոտակայքում եւ օգոստոսի 8-ի մոտակայքում միջանցքի հետ կապված, ժողովրդի հետ կապված ջրային ռեսուրսների, գազ, նավթ, լաբորատորիաներ այդ դաշտերում ակտիվություն կա։ Ու բարդ իրադրություններ։ Աղետներ կարող են լինել, պայթյուններ կարող են լինել։
շատ է խոսվում, որ խաղաղությունը Բաքվի բլեֆն է եւ իրականում պատրաստվում է նոր էսկալացիայի։ Այդպես է։ Խաղաղությունը Բաքվի բլեֆը չէ, խաղաղությունը դա գերիշխող տերությունների այդ նախաձեռնողականությունն է, նրանք ցանկանում են, որպեսզի երբեմն ցանկանում են, երբեմն նրանց ձեռնտու էլ չի խաղաղությունը, երբ որ տարածաշրջանը լարված է, այդ ժողովուրդները կարող են, այդ ազգերը կարող են ուղղակի թույլ վիճակում գտնվել եւ կախվածություն ունենալ այդ տերությունից։ Այս պահին դեռևս այդ երկու տերություններին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ին ձեռնտու է հարավային Կովկասում, խաղաղության այդ ժամանակավոր process-ը, մինչեւ իրեն կցանկանան իրար մեջ կիսել ինչ-որ բան։ Ձեր այդ մասնագիտական քարտեզները միթե կարող են ցույց տալ նպատակը որն է ԱՄՆ-ի ներգրավվածությանը Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության մեջ եւ նա ում կողմն է այսպես ասած պահելու եւ արդյոք ինչ ընթացք է ստանալու այդ հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԱՄՆ-ի նախագահի ձեռամբ։ Ինչևէ մեր տարածաշրջան ասեմ, որ կրկին նշում եմ, որ Իրանի համար իրականում կարմիր գիծ է, եթե մեր Սյունիքի հետ կապված այդ արտադրածքային ճանապարհը նաև այդ հարավային մասում է, չէ՞ գտնում միջանցքը Սյունիքի Իրանի համար կենսական նշանակություն է, ուղղակի նրանց օդերն են փակում, լուսին երկորյակ կենթանակերպում։ Ես կարծում եմ, այսպիսի մի դիրքավորում եմ տեսնում, որ այս պահին հնարավորություն կա մինչև հունիսի 9-ը Իրանի եւ ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների դրական մեծեցման այդպիսի դիրքավորում տեսնում։ Արդյոք այդպես է իրական կյանքում։ Ես տեսնում եմ աստղաբանորեն։ Դա մինչև հունիսի 9-ը կարող է լինել։ Եվ առհասարակ այդ ԱՄՆ-ի ղեկավարը նախագահը նա միտված է խաղաղասիրական այդ բոլոր իրավիճակներին, նա բիզնես մտածողություն ունի, նրա քարտեզը եւ քաղաքական իմիջը ես ուսումնասիրել եմ անցած տարի հոգեբանը, կառավարման հոգեբանության այդ ժամանակահատվածում, երբ ուսանում էի, ծնվել է նախավարումների ժամանակ, ոչ ստանդարտ մտածողություն, բայց ասեմ, որ նա բիզնես մտածողություն ունի եւ նրան ուղղակի պետք են մեր ճանապարհը, որպեսզի կարողանա ուղղակի առևտուր անել, կարճ ասեմ, առևտուր անել եւ կապեր ստեղծել, միջպետական կապեր եւ Արևելքի եւ Ռուսաստանի հետ, իրենք նաեւ բարեդրացիական հարաբերություններ են նաեւ Թուրքիայի նախագահի հետ, որոշ չափով ես ասեմ, որ նա խաղաղասիրական, թեկուզ հնարավոր է, այսպես իրականում այդպես չէ, ճակերտներով ասեմ, բայց նա խաղաղասիրական մղումներ ունի եւ փորձում է ԱՄՆ-ի տնտեսությունը հանել ոտքի։ Թե որքանով է ստացվում, դա արդեն ուրիշ հարց է։ Բաքվի ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը կկարողանա դիմակայել։ Կարողանա դիմակայել։ Խնդրի առջև չեն կանգնի մեծ։ Եթե մասշտաբային սկսեն, անպայման կարող են կանգնել, բայց ես ոչ միայն հույսով եմ, ես հաշվարկելով նաև այդ բոլոր դիտարկումները կատարել, կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածը դեռևս այդքան պայթունավտանգ չէ։ Հայաստանի սահմանադրության փոփոխության մասին Ալիևը չի լռում եւ ամեն ինչ անում է, որպեսզի փոխի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ դա այն առաջային նախապայմաններից մեկն է, այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրելու։ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանի սահմանադրությունը փոփոխվելու է։ Եթե ես դիտարկում եմ քարտեզները, կփորձեմ փոփոխել, բայց ժողովուրդը այդ քայլին չի գնա։ Ժողովուրդը չի ցանկանում։ Այստեղ եթե Ինչ ընթացք է ունենալու դա։ Իսկ դա երբ են ցանկանում, հարգելի արեք, դուք պետք է ասեք ժամկետներ, ես այդ ժամկետներում դիտարկեմ մեր եւ երկրի ղեկավարի եւ Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Ալիևը ասում է, որ օր առաջ պետք է փոխեք, որպեսզի խաղաղության պայմանագիր լինի։ Խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու մոտակա ժամանակահատվածում, այդ դիրքավորումը ես տեսնում եմ մոտակա ժամանակահատված ասելով ինչ նկատի ունի։ Մինչև մյուս տարի ընտրություններ։ Չի ստորագրվելու։ Եթե չի ստորագրվելու, ապա Ալիևը ինչ նեգատիվ եւ
նենք քայլի է պատրաստվում։ Եկեք այսպես անենք, ամառվա ամիսները անցնեն, ես նորից հյուր կգամ ձեզ, նաև կհաշվեմ հետագայում մի քանի ամիսների համար։ Այս պահին ասում եմ ամսի 16, 17, 19-ի մոտակայքում է մի քիչ բարդ լինելու, երկու քարտեզներ կան։ Այդպես սուր, արագ ինչ որ մի բան կարող է լինել, մինչև հենց Մարսը առյուծի կենդանակերպից անցնի կույսի կենդանակերպ, մի փոքր կհանգստանա վիճակը։ Որոշ քաղաքագետներ եւ վերլուծաբաններ կանխատեսում են Փաշինյանի հրաժարականը կամ գահընկեցությունը։ Տեսնում եք նման բան։ Չեմ տեսնում։ Նրա հնարավորությունն էլ Յուպիտերը երկվորյակում արդեն դուրս է գալիս հունիսի 9-ից, այս ամբողջ տարին այդ սոցկայքերում ակտիվ լինել, ոդկասթներ վարել, ակտիվ բանակցություններ, ծրագիր ունեն ինչ որ կրթության հետ կապված Յուպիտերը երկվորյակում կրթություն նորաձևը, երևի թե ժամանակը այնպես կանցնի, որ մինչև մյուս ընտրություններ ինչ որ լուրջ նախապայման ես չեմ տեսնում։ Եթե այդ ամենը լիներ, կարար լիներ մարտի կեսերին այս տարի, 1 սեպտեմբերի կեսերին խավարումներ մենք ունենք 6-7-ի մոտակայքում են։ Այդտեղ էլի որոշ գիտեք հոգեբանական ճնշման են նաև ենթարկում նրան։ Ինչու եմ ասում, որովհետև երբ որ մարտի 14-ի մոտակայքում էր, այդ ժամանակահատվածը ձկների կենդանակերպն է, դրա համար ասում եմ հոգեբանական ճնշման, մանավանդ նրա մոտ լուսինը եւ սև լուսինը գտնվում են ձկների կենդանակերպում, կարողանում են այդպիսի ճնշումների ենթարկել եւ մեկ էլ եթե Մարսը մտավ կույսի կենդանակերպ օգոստոսի 6-ի մոտակայքում որոշ չափով կույսի վերջ արդեն մինչեւ կշերք, հա, որոշակի խնդիրներ կլինեն, բայց ավելի շատ այնտեղ ոչ թե ճանապարհի հետ կապված Մարսը կույսի կենդանակերպ աշխատանքային process-ում կփորձեն իրեն ներգրավել, նրա թույլ կողմերը ի ցույց դնել, հա, կույսը աշխատանքն է։ Բայց նրա այդ աստղային ժամը անցնում է ամբողջ 1 տարի, նա փորձեց ակտիվ լինել եւ համացանցում տեսնում ենք Facebook եւ նաեւ YouTube-յան հարթակում, բայց կամաց Յուպիտերը անցնում է երկորյակից խեցգետին։ Այս ընթացքում 25-ի հունիսից մինչեւ 26-ի հունիսի 30-ը 25 թվականի հունիսի 9-ից Յուպիտերը որ մտավ խեցգետին կարող է ակտիվանալ նախկին մեր ղեկավարները, որով երկրորդ եւ երրորդ, հա, նախագահները, որովհետեւ նրանց քարտեզում Յուպիտերը գտնվում է խեցգետնի կենդանակերպ եւ նրանք ի սկզբանե որպես ղեկավար այդ նրանց քարտեզը ուներ այդ նախադրյալները, թե նրանք ինչպես ղեկավարեցին, ինչ արեցին, հարգելի արեք, դա արդեն կախված է իրենց, բայց մինչև դեկտեմբերի 19-ը, քանի որ սև լուսինը գտնվում է կարիճում, իսկ այդ երկու ղեկավարների ծննդյան քարտեզում սև լուսինը կարիճում է գտնվում եւ պատահական չէր այս ապրիլի 18-ից հետո դեռ մինչև ասում եմ հունիսի 17-18 մինչև հունիսի 19-ի մոտակայքը Մարսը գտնվելու առյուծի կենդանակերպ, դուք պատկերացնեք առյուծը դա մեր ազգային ժողովն է, էլիտան է, հա, էլիտա, առյուծը էլիտան է, եթե ջրհոս է այնտեղ կարող ենք նաև ազգային ժողովը այդտեղ ներառել, ինչ էր կատարում փոխադարձ մեկը մյուսին այդպես քարկոծելը, այնտեղ կոռուպցիայի հետ կապված սև լուսինը կարիճում, իրենք ունեին այդ ամենը, իրենք ղեկավարելի այդ բոլոր նախադրյալները նրանց քարտեզում կար, բայց նաև սև լուսինը կարիճում դալիս է, որ դա կոռուպցիոն սխեմաներ են եւ հենց այնպես չէ, որ ազգային ժողովում մեկը մյուսին մեղադրում են այդ հարցերի հետ կապած օգոստոսին կարող է նման, եթե աշխատեն, եթե հարցակուրդ չլինեն, բայց հունիսի 19-ից կթուլանա այլևս եւ օգոստոսի մի քանի օրով կակտիվանա կրկին մեկ մյուսին կմեղադրեն կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվածության այդ հիմքով։ Նախկինների վերադարձ լինելու է։ Արեգ ջան, նախադրյալները կա, բայց պետք է հարմար առիթ լինի։ Նրանք կակտիվանան, բայց վերադարձ չի լինի համենայն դեպս մինչև ընտրություններ։ Արդեն ամառը սկսել է։ Ինչպես է ամառը սկսվել Հայաստանում եւ ինչ ընթացք է ունենալու եւ ինչ զարգացումների միջով ենք անցնելու բոլորին հետաքրքրում է։ Պատերազմ, Հայաստանում իշխանափոխություն, հրաժարական, նախկինների վերադարձ, նոր կուսակցություններ են ստեղծվում, նոր քաղաքական ուժեր են ի հայտ գալիս, սա ինչի է բերելու։ Ես կարծում եմ, որ
ալտերնատիվ կամ ինչպես է լինում հավաքական արևմուտքում, չէ՞, մի քանի ուժեր կակտիվանան այդ ժամանակահատվածում, նոր ուժեր կլինեն, բայց ցավալիորեն հարգելի արեք, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բևեռացում է, հա, մեր ամբողջ քաղաքական դաշտը, որքան էլ որ տարբեր հարթակներ դիտում ենք, տարբեր կան, չէ՞, փոքր, միջին, այդպիսի կուսակցություններ, որոնք ձևավորվել են, բայց կողքից այսպես դիտով ես հասկանում եմ, որ մեր քաղաքական դաշտը ուղղակի ղեկավարում են երկու այդ թևերը, հները եւ նորերը, հա։ Նորերը, որոնք ղեկավարում են այժմյան, հա, եւ հները բևեռացում է գնում։ Քաղաքական դաշտում ակտիվություն չկա, բայց ակտիվություն կա, բայց փոփոխություններ չի լինի։ Հայաստանը կկարողանա դուրս գալ այս աղետալի իրավիճակից։ Որոշ չափով այ համեմատական դադար կարող է լինել։ Որոշ չափով համեմատական դադար կա։ Հայի երազանքները կարող են իրականանալ, ամառը ինչպիսի հող է նախապատրաստում։ Այո, հայի երազանքները կարող են իրականանալ, Յուպիտերը բարեկեցության մոլորակը մտնում է Խեցգետնի կենդանակերպ, մեր կարևոր տարածաշրջաններից մեկն է դա մեր 10-րդ տունն է գալիս, բարեկեցություն կարող է բերել Խեցգետինը, բայց մենք գիտենք, որ նաև մեր թշնամիները, չէ, նրանք հաշվում են մասնակցել, միայն 4 հոգի Ալիևի անձնական հաշտարկներն են կատարում, նրանց մոտ էլ Յուպիտերը, երբ որ Խեցգետին է մտնում, նրանց լուսինն է ակտիվանում, իսկ երբ որ լուսինն է ակտիվանում, Ադրբեջանի կողմը իր ժողովրդին խոստանում է տարածքային նոր ձեռքբերումներ, եւ մեզ համար է լավ եւ ողջ երկրագնդի այդ ժողովրդի համար է բարենպաստ, մեր հայրենակիցները կարող են գալ մեր հայրենիք, Յուպիտերը դա բարեկեցություն է, Խեցգետինը հայրենիք, օջախ, ընտանիք, ես խորհուրդ եմ տալիս այն ընտանիքները, որոնք բազմազավակ չեն, ուղղակի այն երեխաները, որ կծնվել այս մեկ տարվա մեջ, նրանք հաջողակ մարդիկ կլինեն, ազգին պիտանի մարդիկ, նրանք հետո ղեկավարներ կլինեն, Խեցգետնում իրենց ազգում հարգանք կունենան, դա է գալիս հարգելի արեք, ինձ թվում է, որ Յուպիտերը ուղղակի թույլ չի տա, տիեզերական տենդենսները թույլ չեն տա արհավիրքներ տեղի ունենալ, համենայն դեպս ամառվա ամիսներին։ Իսկ քաղաքագետները հազանգում են, որ Հայաստանի սահմանների շուրջ պատերազմական փոթորիկ է բռնկվելու։ Չէ։ Չկա նման բան։ Չէ։ Շնորհակալություն հուսադրող մտքերի համար։ Դե եթե տեսնում եմ հարգելի արեք, ասում եմ, եթե չէ, ուրեմն չկա։ Կարող են sense տեղային թեթև բռնկումներ լինել, հենց Մարս այդ Ուրան քառակուսին դա հունիսի կեսերի ընթացքում է, բայց ընդհանուր առմամբ հուսանք, որ ամառային ամիսները նորմալ են լինելու, Յուպիտերը կբերի բարեկեցություն։ Մի խոսքով բոլոր տեսանելի սցենարներում կա ելք Հայաստանի համար։ Այո, այս դեպի ավելի լույս, դեպի հանգիստ բարեկեցիկ կյանք տեսնում եք։ Այո։ Ամառը անվտանգ է։ Հուսանք, որ անվտանգ է, այո, Մարսը առուծից արդեն դուրս է գալիս, վտանգավոր այդ մի քանի օրն են, հունիսի 16-ից 19-ի մոտակայքը։ Հասել է ժամանակը, որպեսզի դուք ձեր կանխատեսումները ներկայացնեք կենդանակերպի նշաններին, նրանք անհամբեր սպասում են ձեզ։ Համեցեք։ Սիրով հարգելի արեք, մի քանի կարևոր մոլորակային դիրքավոր փոփոխություններ են լինելու Յուպիտերի մասին խոսել եմ մեր ամանորյա հաղորդմանը, եթե հնարավորություն ունեք, նաև դա կարող ենք տեղադրել, որպեսզի մեր հետևորդները տեսնեն, թե բարեկեցության մոլորակը ինչ հաջողություններ կբերի յուրաքանչյուր կենդանակերպի, բայց ձեզ ասեմ, որ ձկների համար է բարենպաստ լինելու, արդեն փոփոխությունները անցնում են, Սատուրնը, Նեպտունը արդեն իսկ գտնվում են Խոյի կենդանակերպում, Սատուրնը մայիսի 25-ից է անցել Խոյի կենդանակերպ 2-2.5 տարին անեղացնում է ձկներին, երկորյակներին, կուրծերին եւ աղեղնավորներին։ Սիրելի ձկներ, ձեզ հնարավորություն կա երեխա ունենալու, կույսերն էլ կարող են ունենալ, եթե ձկները բնական ճանապարհով ապա կույսերի մոտ հնարավոր է, եթե առողջական խնդիրներ ունեք, ուղղակի ձեզ մոտ ոչ բնական ճանապարհով կարող եք ունենալ ձեր երազանքի երեխային։ Սիրելի հետևորդներ, փորձեմ ձեզ մոտակա կարևոր մոլորակային դիրքերի մասին տեղեկացնել։ Մայիսի 25-ին 2025 թվականի Սատուրնը արդեն 2.5 տարի նա գտնվում է ձկների կենդանակերպ, մուտք գործեց Խոյի կենդանակերպ, ժամանակավոր նա Խոյի կենդանակերպում լինելու է մինչ սեպտեմբերի 1-ը եւ սեպտեմբերի 1-ից ժամանակավորապես կրկին ետ կդառնա ձկների կենդանակերպ եւ վերջնական վերադարձը, երբ որ նա կսկսի արդեն իր
բնակավայրը, ժամանակավոր բնակավայրը համարել խոյի կենդանակերպը, դա 2026 թվականի փետրվարի 14-ից է։ Ինչ է տալիս Սատուրնը, տալիս է սահմանափակումներ, կարգ ու կանոն, նա վերջին 1 տարին Նեպտունի հետ միասին գտնում էին ձկներում, նա չէր կարողանում կառավարել, Նեպտունը գիտեք ղեկավարն է ձկների, իրականությունից կտրում է, ձկները գիտեն, որ շատերի մոտ շատ խնդիրներ կար եւ հոգեսոմատիկ հիվանդություններն էին ակտիվացել եւ հոգեկան տարբեր այդ խնդիրներ կային, հոգեպես վատառողջ էին նրանք, ընկճված էին, ընկճախտ կար։ Ի վերջո Նեպտունը եւ Սատուրնը արդեն իսկ գտնում են խոյի կենդանակերպում, Նեպտունը անցել է խոյի կենդանակերպ 2025 թվականի մարտի 30-ից, նա մինչև հոկտեմբերի 22-ը գտնվելու է խոյի կենդանակերպում։ Դե սիրելիներս, փորձեմ ձեզ կանխատեսումներ անել, հենց այդ ժամանակահատվածի համար հասկանաք ինչպես կարգավորեք ձեր գործերը։ Սիրելի խոյեր, սկսենք ձեզանից։ Նեպտունը, Սատուրնը ձեր կենդանակերպում, ասում եմ, Սատուրնը մոտ 30 տարի առաջ է եղել այստեղ նոր տպավորություններ, այսպես գիտեք, ինչպես 7-րդ երկնքում լինեք, Նեպտունն էլ է այստեղ, բայց ուշադիր եղեք, որ իրականությունից չկտրվեք, սիրելի խոյեր, որովհետև Սատուրնը չի սիրում, երբ որ իրականությունից կտրվում են մարդիկ։ Ինչ կարող է լինել, պետք է նոր գործեր սկսեք, հանեք ձեր վարդագույն ակնոցները, կյանքի նոր փուլ եք մտնում, Նեպտունը խոյի կենդանակերպում լինելու է մինչև 2038 թիվը, 2011-ից մինչև 2025 ձկներում, իսկ 2025-ից մինչև 26-ից մինչև 2038 թիվը նա լինելու է խոյի կենդանակերպում, բայց առավելապես զգայուն է, սենզիտիվ են այն խորերը, որոնք ծնվել են մարտի 20-ի մոտակայքում։ Եղեք նախաձեռնող, բայց պահեք չափի զգացումը, մի կողմից կզգաք այսպես նոր տպավորություններ, ձեզ ոչ ծանոթ, բայց մյուս կողմից կհասկանաք, որ ուղղակի պետք է լինեք զգոն։ Իմացեք, որ մոտակա 1 տարին սիրելի խոյեր, մինչև 26 թվականի ամառվա ամիսները, այդ առաջին 10-օրյակի ծնվածները, 26-27 թվական ձեր կյանքը կփոխվի հիմնահատակ, ինձ դիմել էր խոյ կենդանակերպի ազդեցության տակ ծնված, դիմել էին նրանց ընտանիքի անդամները, ոմանք հարբեցողության են տնվել, ոմանք ուղղակի ծովծնկներից են պատկերացնում, բայց այն խոյերը, որոնք ավելի շրջահայաց կլինեն, գիտեք, որ դուք կարող եք շահել սիրելի խոյեր, մանավանդ, երբ որ 26 թվականին Յուպիտերը հունիսի 30-ի մոտակայքում մուտք կգործի առյուծի կենդանակերպ, մեծ հնարավորություններ կունենաք ձեր կյանքը հիմնահատակ փոխելու։ Կշերտների համար է կարևոր, եթե ասեմ խոյերը իրենք պետք է փոխեն իրենց կյանքը, եւ կարծում եմ, որ արտաքին տեսքի շտկումներ, պլաստիկ վիրահատություն, էսթետիկ միջամտություն, աչքերի գույնը, մազերի գույնը կարող են փոխել, ոմանք կարող են ուղղակի իրենց այդպես փրկությունը գտնել կրոնի այդ եզերքներում, հոգևորի աճ, ոմանք կփոխեն իրենց մասնագիտությունը, հոգեբանությունը կընտրեն որպես մասնագիտություն, հոգևորի զարգացում, փոփոխություններ, բայց ձերից նախաձեռնությամբ։ Սիրելի կշերտներ, ձեր 7-րդ տանն է լինել, չբողոքեք, որ ձեր անձնական կյանքը չի ստացվում։ Ամբողջ 1 տարի դուք ունեիք նոր փոփոխությունների, մանավանդ Պլուտոնը ջեր հոսում, Յուպիտերը երկորյակում, ուղղակի ձեր անձնային, ձեր կենդանակերպից բխող այդ կարևոր բնավորության գիծը շփումներ, այդ միջանձնային շփումներ կառուցելն է, ունենալն է։ Ձեր կյանք կարող են գալ, այսպես ասեմ, անսպասելի չէ Նեպտունը անսովոր, յուրօրինակը Ուրանն է, բայց այնպիսի մարդիկ կարող է հենց ձեր երազանքի ասպետը լինել, Նեպտունը, Սատուրնը, խոյի կենդանակերպում ձեր 7-րդ տունը։ Ուշադիր եղեք, ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, որոնք հոգևոր արժեքներին են դավանում։ Նեպտունը նաև 7-րդ տանը նրանք հոգեբաններն են։ Հոգեպես հարազատ մարդու կարող եք ձեր կյանք քաշել։ Ձեր երազանքի ասպետն է գալու, սիրելի կշերտներ, բաց մի թողեք այդ հնարավորությունը։ Մանավանդ հենց մինչև հունիսի 9-ը։ Ամուսնություն է սպասվում ձեզ,
բայց պետք է կտրուկ որոշումներ չկայացնեք, Սատուրնը 7-րդ տանը կտրուկ չկտրեք, փորձեք նրանց հետ համագործակցել։ Ես կարծում եմ, որ դա լինելու է հոգևոր կապ, Նեպտունն է այստեղ, հարազատ հոգուն է գտնելու։ Ձեր շրջապատում հենց այդպիսի մարդիկ կարող են լինել բանիմաց, լուրջ կյանքի, լուրջ փորձով, եւ այս անգամ ուղղակի ձեր կյանք կարող են գալ տարիքով մեծ մարդիկ։ Սատուրնը դա հալիվորն է, դա ժամանակն է։ Ոչինչ, եթե տարիքով մեծ է, բայց փորձառու է, կարող եք ձեր կյանքը կապել նրա հետ։ Հաջորդ, եթե մենք դիտարկում ենք Ցուլերի 12-րդ, Կարիճների 6-րդ տուն։ Իմիջիալոց Սատուրն նաև սահմանափակումներ է դնում։ Այստեղ ֆինանսական առանցքի վրա է դրվում սահմանափակումը, ուշադրություն է պահանջում։ Ցուլերի դա գաղտնի գործերն են, նրա այդ առանձին մի անկյունն է կյանքի, դա կարող է լինել նաև մեկուսացման վայրերն են, դուք կարող եք առանձնանալ եւ զբաղվել ձեր հոգեվորի զարգացմամբ, գաղտնի այդպես կազմակերպություններն են, ձեր հաջողությունների մասին սիրելի ցուլեր դեռևս մի բարձրաձայնեք, սկսեք ձեր գործերը նախաձեռնեք, հետագայում դուք նրա մասին կարող եք բարձրաձայնել։ Համենայն դեպս այն մարդիկ, որոնք գտնվում են մեկուսարաններում, նրանց մոտ կարող է լինել համաներման այսպիսի հետաքրքիր եւ կարեւոր փաստ, եթե դուք կարգազանց չեք եղել։ Ուշադիր եղեք այն մարդիկ, որոնք գտնվում են հենց այդ վայրերում, խնդիրներ չունենաք այդպես այն մարդկանց հետ, որոնք համազգեստ են կրում եւ բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Այն գործերը, որոնք գաղտնի են, Նեպտունը դա նաև թմրամոլությունն է, ուշադիր եղեք, որ ուղղակի ձեր այդ ես մոլուցքներ եմ միշտ ասում, դրանք թուլություններ են, դրա պատճառով չհայտնվեք այդ տարածքներում։ Իսկ կարիճների համար 6-րդ տունն է, կարևոր է լինելու առողջությունը նրանց, կարևոր է լինելու նրանց աշխատանքային process-ը, այնտեղ Նեպտունը քիմիաթերապիան է, հնարավոր է հենց այդ դեղորայքային բուժման միջոցով կարողանաք հասնել մասնագիտական հաջողությունների եւ նաեւ ձեր առողջությունը վերականգնեք։ Նաեւ կարող է միշտ ասում եմ, խոյերը եւ կարոջները կարող են փոխել իրենց արտաքինը։ Եթե անցնում ենք առաջ, երկորյակ եւ աղեղնավոր, երկորյակների 11-րդ աղեղնավորների 5-րդ տուն սերիալ աղեղնավորներ կունենաք ձեր երեխային դժվարություններով կարող են լինել, այնտեղ դեղորայքային բուժում կարող է լինել, շատ սահմանափակումներ, Նեպտուն, Սատուրն դա աղոթքներն են, դրանք աֆիրմացիաներն են, դրանք ասկեզաներն են, աղոթեք առ Աստված եւ դուք ուղղակի կունենաք ձեր երեխային։ Երկորյակների 11-րդ տունն է, երեխաներն են, բայց ոչ բնական ճանապարհով, ձեր ապագա պլաններն են, սիրելի երկորյակներ, դուք կհասնեք ձեր ապագա պլանների իրագործմանը, նրանք մանավանդ եթե արվեստի մարդիկ են, աղեղնավորներ, եթե բեմի մարդիկ են, երկորյակները եթե ակտիվ են համացանցում, մեծ նոր պրոյեկտներ, որոնք կբերեն ձեզ երջանկություն։ Այստեղ Խեցգետին եւ Այծեղջուր առանցքը 4-րդ եւ 10-րդ տունն է։ Այծեղջուրն Խեցգետիների 10-րդ տուն, 4-րդ տուն, այդտեղ հայրական մայրական առանցքն է, եթե Խեցգետիների համար հնարավոր է մի պաշտոնի բարձրացում, բայց նաեւ ուշադիր եղեք, որպեսզի խնդիրներ չունենաք, պաշտոնից չհեռացնեն ձեր վատ աշխատելու արդյունքում, բայց նաեւ ձեր հայրը, դուք կունենաք սոցիալական դիրքի բարձրացում, նաեւ հայրիկի մոտ այդ ամենը կարող է լինել։ Այծեղջուների 4-րդ տունը, սիրելի այծեղջուներ, ընտանիքում հնարավոր է դուք գնեք բնակարան, ձեր մայրիկը կօգնի, որպեսզի այդ ամենը իրականացնեք, նաեւ դուք կարող եք ստանալ կտակ ծերերի միջոցով, ծերերի Սատուրն, Նեպտունը դա տատիկ, պապիկ, ծեր մարդիկ են, եղեք բարեհամբույր նրանց հետ, Աստված կտա ձեզ հնարավորությունը ունենալ ձեր սեփական տունը։ Սատուրնը փաստորեն 4-րդ տանը Նեպտունի, այն կարող է լինել ջրային վայրերի մոտակայքում, այն կարող է լինել նաև տաք տեղերում եւ դուք կարող եք ուղղակի կառուցել ձեր երազանքի բնակարանը, ձեր երազանքի տունը։ Այստեղ դիտարկենք կառույցների 9-րդ ջրոցների 3-րդ տուն, սիրելի առույցներ, ձեզ հաջողություններ են սպասում արտերկրում, պարբերաբար գրում եք, ինչու են գրում են հետևորդները, ինչու եք ուղարկում արտերկրի, սիրելիներս 9-րդ տունը դա արտերկրի տունն է, հաջողություններ այդ բարձրագույն կրթության հետ կապված, նրանք ովքեր աշխատում են պրոֆեսորադասախոսական կազմում, ձեզ նոր այդտեղ հնարավոր է ժամեր տան, ձեր վարկանիշը կարող է բարձրանալ, գործողում
հաղորդումներ միջազգային, միջպետական առույցների մոտ, կարող եք գտնել ձեր սիրելիին արտերկրում, հնարավոր է ձեր երազանքի կրթությունը ստանաք արտերկրում, իսկ ջրոցների համար երրորդումն է քուր, եղբայր, հարազատներ, մեքենաներ, փոխադրամիջոցներ, ձեր քուր եղբոր հետ ուշադիր եղեք, որպեսզի կոնֆլիկտներ չլինեն, բայց կարծում եմ, որ նրանք կարող են իրենց անձնական կյանքը դասավորել, նրանք կգան ձեր կյանք, կփրկեն ձեզ աղետներից, ես կարծում եմ, որ նաև վերադարձ կլինի այն հարազատներ, քույրերը, եղբայրները, որոնք տարագիր էին, որոնք գտնվում էին հեռու վայրերում, նրանք կվերադառնան երկիր եւ ձեր մոտ, ձեր ընտանեկան այդ տարածք եւ կօգնեն ձեզ, որպեսզի դուք կարողանաք կյանքի ինչ-որ նոր փուլ անցնել։ Սիրելի կույսեր, ձեր 8-րդ տանը, ձկների 2-րդ տանը, 8-րդ տունը հանրային գումարներ, բանկեր, կտակ, այնտեղ ժառանգություն, նաև ներդրումներն են, ձեր զուգընկերոջ, գործընկերոջ գումարներն են, եթե դուք եղել եք արդար, եթե դուք չեք յուրացրել այդ գումարները, ապա նոր ներդրումներ են սպասվում ձեզ, հնարավոր է, որ կտակ ստանաք եւ ձեր երազանքները կատարվեն։ Սիրելի ձկներ, ձեր երկրորդ տունը այն գումարներն են, որոնք դուք ինքներդ եք վաստակում, որի միջոցով դուք կարողանում եք ձեր ռեսուրսները, կուտակել։ Այստեղ Նեպտունը, Սատուրնը երկրորդ տանը նոր հոսքեր կարող են լինել, Նեպտունը դա հոգեբանությունն է, հոգևոր տեխնիկաներն են, Սատուրնը դա նաև հոգևոր տեխնիկաներից կարող է լինել յոգան, եթե ուշադիր լինեք, ապա դուք կարող եք վաստակել մեծ գումարներ, անսպասելի, արագ եւ նաև ունենալ հաջողություններ։ Ուղղակի պետք է լինեք արդարամիտ եւ չխաբեք ոչ ոքի, ինչպես ձկները, այնպես էլ երկորյակները։ Շնորհակալություն, սիրելի Գայանե, որ հյուրընկալվեցիք, ներկայացրեցիք ձեր կանխատեսումները, մեր հանդիպումները պարբերական են, մենք կհանդիպենք հետաքրքիր թեմաներ կշոշափենք։ Նմանապես փորձեմ օգտակար լինել մեր ժողովրդին, իմ ազգին։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցում էի աստղաբան Գայանե Սարգսյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։